Մեծ, ավելի մեծ, շատ մեծ քիթ, սա այն դեպքերից է, երբ մրցույթն աշխատում է հակառակ սկզբունքով։ Ամենագլխավոր պայմանը դա ցանկությունը վիրահատվելու եւ մեծ քիթ ունենալ։ Արդեն 16-րդ անգամ բժիշկ Դանիելյանն անցկացնում է ամենահայկական քիթ մրցույթը։ Հաղթողի քիթն ապա հայկականացվում է բոլորովին անվճար։ Իրենց քթերի չափով առաջինին մի փոքր զիջող երկու մասնակիցները կստանան 70 եւ 50% զեղչեր, իսկ մյուս բոլոր մասնակիցները, ում քիթն այդպես էլ չի արժանանա երանելի հայկական քիթ տիտղոսին, վիրահատության համար կստանան 30% զեղչ։ Բոլոր առաջի հաղթողները բավականին մեծ ու բավականին հայկական քիթ են ունեցել։ Մրցույթը շատ արդար է, ասում է բժիշկը, աչքին խաբել չի լինի։ Ժյուրիի կազմում եւ բժիշկներ կան եւ նկարիչներ, գծում են, չափում, համեմատում։ Մրցույթի արդարությանը կասկածողների կասկածներն էլ փարատվում են հաղթողի լուսանկարը հրապարակելուց անմիջապես հետո։ Հենց անցած տարի առաջի երբ որ 3 տեղ ընտրեցինք արդեն, եկել մի աղջիկ զանգեց շատ վրդոված, ասեց դուք իմ քիթը տեսել եք, ասեց ես առաջի տեղը ես պիտի գրավեի, բայց վերջը երբ որ Facebook-յան էջում հրատարակեցինք այդ առաջի տեղը, երբ որ ինքը տեսավ, էլ ձեն չհանեց։ Բժիշկն ասում է մարդկանց երազանքն ենք իրականացնում։ Տանյան օրինակ իր երազած քթի ետևից արզնի է եկել Ռուսաստանից։ Շատ գոհ եմ արդյունքից, երբ առաջին անգամ տեսա նույնիսկ հուզվեցի։ Բացի այդ այստեղից հրաշալի տեսարան է բացվում, մաքուր օդ, այնպիսի վերաբերմունք։ Ասում է մտածում եմ, էլ ինչ կարող եմ վիրահատել, որ մի քիչ էլ մնամ այստեղ։ Կլինիկան բոլոր առումներով պահպանում է էկոլոգիապես մաքուրի չափանիշները։ Շենքը կառուցված է միայն քարից, փայտից ու ապակուց, սնունդն աճեցվում ու պատրաստվում է միայն կլինիկայի տարածքում, ջերուցման ու էլեկտրաէներգիայի 80%-ն էլ ստանում են արևային մարտկոցներից։ Մարդիկ իրենց բնական տեսքից հրաժարվում ու նոր իրենց երազած տեսքն են ստանում բոլորովին բնական միջավայրում, Արզնիում։ Բացի դա, կլինիկան ունի նաև 3D մոդելավորման հնարավորություն։ Է տալիս միջև վիրահատություն ցույց տալ արդյունքը հետ վիրահատական։ Կան տարբեր ծրագրեր, մի հարթության մեջ են ցույց տալի դեմքը կամ ձախ կողմից, կամ աջ կողմից, կամ դիմացից։ Իսկ այս սարքի ունիկալությունը նա է, որ կարող ես դեմքը բոլոր կողմերից տեսնել։ Իսկ ամենահայկական քթերի տերերը մայիսի 1-ից սկսած կարող են դիմել Երևան Տիգրանյան 7 հասցեով։ Մայիսի 31-ին արդեն պարզ կդառնա, թե ով է այն երջանիկը, որն ունի ամենահայկական քիթը։ Ռուզաննա Վարդերեսյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։